Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, հուսամ որ բոլորդ լավ եք, այո մենք դարձյալ եթերում ենք, ինչպես գիտեք մեր հաղորդաշարը լայն հանրային առողջապահական է և բժշկագիտական, որտեղ որ մենք պարբերաբար ինչ-որ հերթագայությամբ խոսում ենք գիտությունից, հանրային առողջապահական մարտահրավերներից, խնդիրներից և իհարկե նեղ բժշկագիտությունից, այսինքն նեղ մասնագիտական հարցերից, բայց նաև շատ հաճախ մենք շեշտադրում ենք անում կանխարգելիչ բժշկության տարբեր ասպեկտներին, այսօր որոշել ենք անդրադառնալ մանկական ստոմատոլոգիային, ատամնաբուժությանը և մասնավորապես ընտրել ենք այսպիսի մի թեմա, թե ինչ նշանակություն ունի կանխարգելիչ այցը մանկական ստոմատոլոգի մոտ, այդ կապակցությամբ ես տաղավարում հյուրընկալել եմ բժիշկ մանկական ստոմատոլոգ, WellMed բժշկական կենտրոնի բժիշկ ստոմատոլոգ, բժիշկ Մեսրոպ Անթանյանին, առողջ առավոտ։ Բարև ձեզ։ Հուսամ որ լավ եք։ Շատ լավ։ Ես հասցնեմ մի փոքր գովել ձեզ, ասել որ իհարկե կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն բժիշկ Ավետիսյանը իր երեխաների մանկական ստոմատոլոգին է հրավիրել, բայց ես ասեմ, որ մեդիայում ձեր միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութերը այլ բանի մասին են խոսում, մենք պատահական ենք ձեզ գտել հենց տեսանյութերով եւ մեծ վստահություն եք ներշնչել եւ հետո համոզվել ենք արդեն մեր 3 տղաների բերանի խոռոչ վստահել ենք ձեզ, բավականին երկար ժամանակ է արդեն։ Բժիշկ Անթանյան, եկեք մենք միասին փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր կա լուծելու, երբ արդեն խնդիրը հասունանում է եւ ինչ կարելի անել կանխարգելիչ այցերի միջոցով, եւ կարծում եմ մեր զրույցը այդքան երեխաներին չի միտված, ինչքան մայրիկներին եւ հայրիկներին, գուցե տատիկ-պապիկներին, նայած ով է հասցնում երեխային բժշկի տանել, որ մենք չզարգացնենք խնդիրներ։ Դե կարծում եմ այդ ամեն ինչը պետք է ընդհանրացնենք սկսելով հենց վաղ մանկական հասակից, այսինքն երբ որ սկսում են ծկթել առաջին իսկ ատամները, որևէ բժիշկ չեմ կարծում, որ զլանա, որ այդ ժամանակահատվածում ոչ միայն մանկաբույժի մոտ այցից, նաև մանկական ստոմատոլոգի մոտ այց լինի, որպեսզի բերանի խոռոչի զննություն կատարվի տվյալ տարիքում։ Ինչպես նաև այդ ժամանակահատվածում կդրվի հիմքը խնամքի վերաբերյալ, քանի որ ծնողները շատ հաճախ տեղեկացված չեն լինում, թե տվյալ տարիքային սահմանում դա կարող է լինել, ասենք, մինչև 1 տարեկան նորածնային շրջանը կամ դրանից հետո ինչպիսի խնամք է պահանջում, որ տարիքից է կարելի օգտագործել ատամի մածուկներ, խոզանակի կիրառումը երբ է սկսում ու մնացած բոլոր գործողությունները, ինչ կապված է բերանի խոռոչի խնամքի հետ։ Այդ ամբողջը ամբողջացում է այդ հատվածում ներկայացնելով ծնողներին, թե ինչպես է պետք սկսել եւ ինչպես շարունակել։ Ինչպես նաև ատամների ծկտմանը զուգահեռ, երբ որ քանակությունը շատանում է, գալիս է մի ժամանակահատված, որը միջազգային, այսպես ասած, բժշկական լեզվով անվանում է անճոռնի ճուտիկի ժամանակաշրջան, դա մեր 6-ից 12 տարեկան ժամանակաշրջանն է։ Երբ որ մենք ունենք խուճուճ ատամներ։ Այո։ Երբեմն այդ տերմինը ինչ որ բացասական ռեզոնանս է ստանում, սակայն այդպես չի, դա պայմանավորված է նրանով, որ գալիս են ատամներ, որոնք արդեն մշտականներն են, քայքայված կատնատամներ, վնասված կատնատամներ եւ կատնատամներ, որոնք պարզապես ներծծվում են եւ արդեն ժամանակահատվածն է, որ նրանք լքեն բերանի խոռոչը։ Այդ ժամանակահատվածից սկսելուց իսկ առաջ հարկավոր է կատարել այց եւ օրթոդոնտի եւ մանկական ստոմատոլոգի մոտ, քանի որ բերանի խոռոչը ոչ միայն ատամների առողջությունն է, այլ նաեւ ատամները միասին կազմում են այդ ֆունկցիոնալ համակարգը, որպեսզի ստանանք ճիշտ օկլյուզիա եւ հետագայում ֆունկցիոնալ խնդիրներ եւ էսթետիկ խնդիրներ, այսպես ասած, իհարկե չգնան առաջ, այսինքն պետք է այդ ամբողջը արձանագրվի եւ մանկական ստոմատոլոգի մասով թերապևտիկ, վիրաբուժական միջամտությունները կատարելու համար եւ օրթոդոնտիկ բժշկի մասով, որպեսզի ապահովի ֆունկցիոնալ ճիշտ աշխատանքը ատամնաշարի եւ հոդային համակարգի։ Անհրաժեշտության դեպքում ընդհանուր մանկական դիմացնոտային վիրաբույժի։ Այո, դա արդեն ոնց որ վերջի փուլում կամ եթե ընթացքում փուլային փոփոխություն կատարվի կամ ասենք օրթոդոնտիկ բուժում պլանավորեն, որի մեջ կարա ներառվի սանձիկների հատում։ Օրինակ երեխաները լինում են, որ ծնվում են եւ շրթունքի սանձիկով եւ լեզվային սանձիկով, ըստ դինամիկայի նաև հսկում են շրթունքի սանձիկը հնարավոր է ավելի ուշ ժամանակահատվածում վիրաբուժական միջամտություն կատարել, սակայն լեզվայինը ավելի վաղ հասակում են կատարում, ինչ-ինչ խնդիրներից խուսափելով եւ բարդացնելով նրա խոսակցական, այսպես ասած, խոսքի
կենտրոնի ճիշտ աշխատանքը ապահովելու համար։ Մի խոսքով, այդ ամբողջը 6 տարեկան հասակում ցանկալի է որ հսկվի, սակայն մինչև այդ, երբ որ մենք ունենում ենք ատամներ, որոնք անընդհատ երեխաների մոտ քաղցրավենիքի շատ արկայությունը, գազավորված ըմպելիքների շատ արկայությունը նպաստում են նրան, որ ատամները շուտ շարքից դուրս են գալի եւ հավատացեք, որ ցավը ամենակարևոր կողմնորոշիչը չի այդ դեպքում։ Այստեղ գալիս ենք մի հարցի, որ երեխաների վաղ մանկական շրջանում պետք է առաջին հերթին ծնողը վերաբերվի ինչպես իր երկրորդ բերանի խոռոչի, այսինքն ծնողը պետք է պարտադիր հսկի, որպեսզի այդ խնդիրները իրար չգումարվեն, քանի որ ցանկացած փոքրիկ նկատառում կարող եմ, ներողություն եմ խնդրում, բայց մի բան ասեմ, գուցե մի քիչ վատ է հնչում, բայց ծնող կա գուցե իր բերանի խոռոչին շատ վատ է վերաբերվում, հետեւաբար թող երկրորդին այդպես չվերաբերվի, եթե գոնե իր բերանի խոռոչին չի հետևում, երեխայի համար ինքն է պատասխանատվություն կրում, իրավունք չունի, ներողություն եմ խնդրում, բայց չդիմացա պետք է ասեի, կարող եք շարունակել։ Պետք է այդ ամբողջը վերահսկի, որովհետև ցավին չենք սպասում ենք հետևելով այն ամեն ինչին, ինչ բերանի խոռոչում ատամների վրա տեսնում ենք, որը բնորոշ չէ առողջ ատամներին, այսինքն այդ բոլոր դեպքերում պետք է արձագանքենք բժիշկներին, որպեսզի շուտ օգնության հասնեն։ Այսինքն մի փոքր ամփոփենք այս առաջին հատվածը, 3 տարիքային շրջան նշեցիք, առաջինը կզուգադիպի ատամների ծկտման հետ, կախված նրանից թե որ տարիքում ու մոտ ինչպես, երկրորդը երբ որ սինխրոն ունենք, զուգընթաց ունենք իրար հետ հին ու նոր ատամներ, դա սովորաբար մինչև 6-12 6-12 տարեկան, իսկ հետո մինչև 18 տարեկան մենք համարում ենք մանկահասակ։ Համարում ենք, սակայն 12-ից հետո արդեն նոր ատամնածնոտային համակարգը իր ֆունկցիոնալ այսպես ասած գործողությունները, ինչպես նաև կցվածքի վերջնական ձևավորումը, որպեսզի ոսկրային աճը կանգ առնի, այդ ժամանակահատվածն, այսինքն կայունացման շրջանն է։ Դրանից հետո փոփոխությունները իրականում օրթոդոնտիկ բուժման առումով էլ ավելի բարդանում են, քանի որ ինչքան շուտ ժամանակահատվածում, երբ որ ոսկրային աճը դեռ կանգնած չէ, օրթոդոնտիկ բուժումները կատարվում են, էֆեկտիվությունը ավելի բարձր է լինում, քան ինչքան երեխան մեծանում է ու դեռահաս տարիքին է մոտենում։ Շատ լավ, ինչ հաճախականությամբ այնուհանդերձ պետք է լինի կանխարգելիչ այցելը մանկական ստոմատոլոգի մոտ։ Ես իմ մասնագիտական մասով կարող եմ ասել, ինտենսիվությունը ես կարող եմ որոշել միմիայն երբ որ լինի իմ մոտ առաջին այցը։ Եթե իմ մոտ առաջին այցի ընթացքում ես տեսնում եմ 10 եւ ավելի ատամներ քայքայված վիճակում կամ նոր սկսվող կայրեսների, ըստ այդմ արդեն որոշում եմ ինտերվալ ընտրել 3 ամիս, դրանից հետո եւս 3 ամիս։ Եթե այդ ընթացքում փոփոխություններ չի նկատվում, դինամիկան դրական է, մեր ինտերվալը փոխվում է, դառնում է 6 ամիս եւ արդեն այդպես գնում ենք առաջ։ Բայց եթե ես տեսնում եմ, որ խնամքը շատ ցածր մակարդակի վրա է, երեխան նույնպես չի փորձում իր ատամների, այսպես ասած, խնամքին հետևել, ես այդ ժամանակահատվածում միշտ 3 ամիս ինտերվալն եմ պահում։ Մնացած դեպքերում, եթե այդ ատամների վրա խնդիրները այդքան շատ չի, 6 ամիս ինտերվալը իմ կարծիքով շատ նորմալ է ու աշխարհում այդպես է ընդունված, որ այդ այն սահմանն է, որ այդ ընթացքում հնարավոր է, երբ որ դու նորմալ պրոֆեսիոնալ հիգիենա ապահովես, խնդիրներից ինչ որ չափով խուսափես, այսպես ասած։ Իսկ կանխարգելիչ զննում ասելով, մենք ինչ նկատի ունենք, ինչ հիմնական գործողություններ կան, ինչքանով են դրանք բժշկի զննումով սահմանափակում, ինչքանով են խորանում դիագնոստիկ, այլ գործիքային հետազոտությունների մեջ եւ միջև ուր ենք հասնում։ Հետո քննեմ արդեն խոսենք նաեւ ընդհանրապես մեր պետությունում ընդունված պետական պատվեր վճարովի սեգմենտ ապահովագրությունը ինչ պատկեր է մանկական ստոմատոլոգիայում, անկախ նրանից ես ինչ գիտեմ, ինչ չգիտեմ, խոսենք դա արդեն հեռուստադիտողի համար։ Սկսենք գործընթացներից, ինչ է ներառում կանխարգելիչ զննումը բառի բուն իմաստով։ Կանխարգելիչ զննման մեջ ներառվում է ուղղակի սովորական այդ ստոմատոլոգի մոտ կարող է լինել զուտ բերանի խոռոչի զննություն առանց որոշակի օժանդակ միջոցների կամ արդեն օժանդակ միջոցների կիրառությամբ դրանք են ռենտգեն ապարատները, ինչպես նաև կատե համասարքը, որի միջոցով որոշակի դեպքերում անհրաժեշտություն է լինում ուսումնասիրել, քանի որ լինում են նաև ատամներ, որոնք երեխան ունենում է ատամի սաղմը, ռետենցված են լինում, այսինքն չծկտած, ինչպես նաև այդ ժամանակահատվածում մնացած բոլոր խնդիրներն են, պարտադիր չի ատամների քանակը, այսպես ասած,
իդեալական քանակություն լինի, կարող է եւ սաղմերի բացակայություն լինի, նորածնային շրջանում կամ հղիության շրջանում մայրիկի մոտ որոշակի առողջական խնդիրներ լինի եւ դրա պատճառով անդրադառնա համակարգային ինչ-որ ձևով ատամների առողջության վրա, կարող են ատամները ընդհանուր ծկտել եւ նրանց վրա դրսեւորվի այն խնդիրները, որոնք եղել են եւ նորածնային շրջանում սաղմերի մոտ ատամների եւ հղիության ընթացքում, երբ որ օրգանիզմը նոր-նոր ձևավորում է այդ ամբողջ process-ը։ Երկրորդ հարցս վերաբերում է մեր հանրապետությունում մանկական ստոմատոլոգիայի ծառայությունների կազմակերպման ֆինանսատնտեսական այդ հատվածին, որտեղ է այդ բուժօգնությունը ինչ ծավալով է համարվում պետական պատվերի շրջանակներում եւ արդյոք կա օրինակ մանկական ապահովագրություն կամ սոցիալական փաթեթ ցանկացած ֆորմատ եւ որ հատվածն է վճարովի։ Ճիշտ ասած, չեմ ցանկանա մեկնաբանեմ պետական մակարդակով կատարվող ծրագրերը, սակայն կհամարեմ, որ պարզապես շատ ցածր է։ Այդ հատվածում ես որևէ բան չեմ ցանկանում ասել բժիշկների մասով, որովհետև բժիշկները բոլոր սեգմենտներում էլ աշխատում են, սակայն բժիշկներին այդ ապահովվածությունը պետք է լինի նաև նյութատեխնիկական ձևով։ Կարծում եմ այդ խնդիրները գալիս է ավելի շատ ֆինանսական հարցերից, այսինքն նյութատեխնիկական ապահովումը եթե լինի, չեմ կարծում, որ պետական որևէ ստրուկտուրայում նման խնդիր լինի, այսինքն այնտեղ էլ կան բանիմաց եւ սրտացավ բժիշկներ, որոնք կցանկանան, որ մատուցեն ծառայություն, որը երկարատև լինի եւ խնդիրներից խուսափեն։ Մյուս մասը, որը վերաբերվում էր ձեր հնչեցրած հարցը ապահովագրական հատվածին, իրականում ես ողջունում եմ, որ ապահովագրական ծրագրերը, ինչպես նաեւ ընկերությունները Հայաստանում եւ շատանում են եւ իրենց պրոֆիլն է փոխվում եւ փաթեթներ են մշակում, որոնք ապահովում են այդ ամբողջը, որովհետեւ ապահովագրական ընկերությունների մշակած ծրագրով անգամ եթե ապահովագրական ընկերությունների փոխհատուցումները չեն հավասարեցվում մեր մասնավոր տիրույթում գործող գնային, այսպես ասած, price-ին, բայց նրանք գոնե ապահովում են այդ գործընթացը, որ ծնողը որոշակի գումարային շեմ ստանում է ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցում եւ գիտակից ծնող է եւ որը սրտացավ անհանգստանում է եւ ում հնարավորությունները ներում է եւ մենք եւս մեր կողմից մենք մեր քայլը միշտ կատարում ենք, այսինքն պարտադիր չի, որ այդ գնային սահմանը խստորեն պահպանվի այս շեմով, ոչ, իրականում դու պետք է օգնես նամանավանդ երեխաներին, երբ որ օրգանիզմը, որը դեռ պետք է մեծանա ու փորձես ինչ-որ ձև այդ խնդիրը վերացնես։ Ապահովագրական ընկերությունները այդ մասով շատ մեծ աշխատանք են կատարում եւ հուսով եմ, որ ինչ-որ մի քանի տարի հետո ավելի մեծ ծավալի հաջողությունների կհասնեն այդ խնդիրների վերացման հարցում ու լիքը խնդիրներ կկրճատվի դրանց միջոցով։ Ես ուրիշ մի կողմից մոտենամ հարցին, դուք մեդիա դաշտին ընդհանրապես կարծում եմ շատ ներդաշնակ եք վերաբերվում եւ դա ողջունելի է այսօրվա դարաշրջանում, ինչ խորհուրդ կտաք մեր այն գործընկերներին, ովքեր շատ պահպանողական են։ Մեդիա դաշտը մեզ առավելություն տալիս է ավելի հանրաճանաչ դառնալ եւ ավելի շատ ռեալիզացնել պացիենտների հոսքին նպաստում է կամ առասարակ ինչ առավելություն ու վատ կողմեր ունի ըստ ձեզ։ Իմ կարծիքով մեդիա դաշտից եթե ճիշտ եւ գրագետ օգտվես, միշտ իր էֆեկտը ավելի դրական է։ Մեդիա դաշտը պարզապես հարթակ է, որը քեզ թույլ է տալիս, որ քեզ նկատեն ժամանակից շուտ, ավելի արագ։ Սակայն ցանկացած պացիենտ ներկայանալով ստոմատոլոգիական կլինիկա, ինքը գալիս է նաեւ ծառայության հետևից, ոչ թե մեդիայում իր տեսած վիդեոների։ Այսինքն մենք այդտեղ ապահովում ենք առողջություն, ապահովում ենք որակ։ Մեդիայի միջոցով մեր պացիենտները, այո, կարող են մեծաքանակ պացիենտներ հենց վիդեոների, Instagram-ի, մի խոսքով այդ բոլոր հարթակներում տեղադրված նյութերի միջոցով գալ ստոմատոլոգիական կլինիկաներ մեր ծառայությունից օգտվելու համար, սակայն եթե մենք չապահովենք այդ շղթայի հետագա ընթացքը, հավատացեք, մեդիա դաշտը կարող է պարզապես fake ինչ-որ էֆեկտ թողնել, որովհետև նման տարբերակ էլ է հնարավոր, երբ որ դու մեդիայով տեսնում ես ինչ-որ բաներ վաու ես անում, բայց գնում ես, որ մեջ դատարկություն է պարզապես լինում, էլի։ Այսինքն մեզ պետք է մենք ինքներս մեր հանդեպ խիստ լինենք, որ եթե ինչ-որ մի բան տեղադրվում է ու դա միջոց է ծառայեն, որպեսզի քո մոտ այցելուների քանակը մեծանա, որպեսզի դու ավելի մեծ ճանաչում ձեռք բերես, որը ես իմ մասին կարող եմ ասեմ, ես իրականում
չէի կարող այդքան ճանաչում ձեռք բերել, եթե ես մեդիա դաշտից այդպես չօգտվեի, այդպես ինտենսիվ, ինչպես որ ես եմ օգտվել, չիմացած բաները սովորելով ինտերնետ, որ իմ հետ ընդհանրապես կապ չունի, բայց կարամ նստեմ գիշերվա ժամին, մոնտաժ անեմ, չգիտեմ, ժամանակ գտնեմ աշխատանքի ընթացքում, որ պետք է հանգստանամ, այդ ժամանակահատվածում երգ մանգամ։ Անընդհատ այդ ինտենսիվ այդ ամեն ինչի մեջ լինեմ, պետք է այն ճիշտ օգտվես, պետք է այն ճիշտ կիրառես ու պարտավոր ես, երբ որ պացիենտը մոտենում է քեզ իր երեխային ցույց տալով ամեն օր քո վիդեոները, որ ինքը պետք է գա տես, վալիկս ինչ լավ վիդեոներ է, բժիշկը ինչ լավն է, ես ինքս ինձ պարտավորված եմ զգում, որ այդ էֆեկտը ռեզոնանս տա ու էշելոնի պես այսպես ասած տարածվի մնացած հատվածներում եւ իրենց շրջապատում, ովքեր որ իրենց ընկերությունն են կամ ծնողներ, չգիտեմ, մի խոսքով այդպես գնում է առաջ։ Ես ամբողջությամբ համամիտ եմ ձեզ հետ, ինքս լինելով մեդիայի մարդ, տարբեր փուլերում կյանքից հասկացել եմ դրա հատկապես հեռուստատեսության մեծ առավելությունները։ Այնուհանդերձ ես մի բան ձեզ հիշեցնեմ, որ մեզ բոլորիս մանկական ստոմատոլոգով միշտ վախեցրել են։ Եվ ներարկումը եւ մյուսը, բայց ես ուրախ եմ շատ, ուզում եմ որպես արդեն ընկեր ձեզ շնորհակալություն հայտնել, որ դուք այդ կարծրատիպը կոտրում եք։ Ընդհակառակը դուք կարծում եմ շատ միլիոնավոր երեխաների կողմից իսկապես սիրված 100,000-ավոր դիտումներով տեսանյութեր ունեք, սիրված կերպար եք, որ վստահություն է ներշնչում, մենք էլ ենք առաջին անգամ այդպես գտել, թող մեր մյուս մանկական ստոմատոլոգ օրթոդոնտ ընկերները չխանդեն, մենք պարբերաբար տարբեր այցեր ունենում ենք եւ ձեր ծառայություններից եւս օգտվել ենք։ Դա արդեն բերել է գործընկերության, դա բերում է արդեն նաեւ բարեկամության, ընկերության, ինչ շատ նորմալ է։ Սիրելի մայրիկներ, կարծում եմ դուք բժիշկ Անթանյանին շատ լավ ճանաչում եք շատերը, վստահում եք, այցելում եք եւ համամիտ եք, որ այն մտքերը, որ բժիշկը այստեղ հնչեցրեց, իրապես մեծամասամբ ձեր դաշտում են, այսինքն երեխան հատկապես 5-ից 6-ից մինչև 10 տարեկան չունի այդքան բարձր գիտակցություն եւ չունի այդ մշակույթը, հետեւաբար մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն կանխարգելիչ այցերը, այլ կանխարգելիչ այցերի միջակայքում տնային խնամքը, որտեղ անընդհատ պետք է այնքան ասի, մինչև դա դառնա երեխայի կենսաքիմիայի բնավորության մի մասը։ Այո, բնազդաբար, առավոտ շուտ եւ գիշերը քնելուց առաջ եւ այդպես մեծածավալ հաց ուտելուց եւ արտառոց ինչ-որ սնունդ օգտագործելուց հետո հավելյալ մեկ անգամ եւս կարելի է նաեւ խրախուսել, չգիտեմ, տարբեր միջոցներ, երեխաներին խրախուսելու միջոցը եւս դրական էֆեկտ է թողնում։ Խաղերի միջոցով, բայց ոչ կոնֆետ նվիրելու, չէ՞ Միանշանակ։ Հիմա մեզ կարող են նաեւ սուր աչքով նայել քաղցրավենիք արտադրողները եւ այլն, բայց այստեղ էլ նաեւ պետք է մի բան ասել, որ միշտ կա ընտրություն եւ չափ, ամեն ինչում առասարակ կա չափ եւ իհարկե մի հարց տամ, ըստ ձեզ խորհրդային միության տարիներին, երբ որ քաղցրավենիքը կամ նու երևի խորհրդային քաղցրավենիքը հասանելի էր, բայց համաշխարհային այս արտադրությունը չկար, մարդկանց բերանի խորոչ ավելի առողջ էր։ Ճիշտ ասած, այդ խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրություններին այդպես ծանոթ չեմ, այսինքն ստատիստիկ տվյալներ կուզենայի տեսնեի։ Այո։ Սակայն իմ կարծիքով, քանի որ սովետական ժամանակաշրջանում ամեն ինչ ավելի այսպես ասած դիսցիպլինայով ա եղել, կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում պարզապես ֆիքսված ա եղել ժամեր, որ քաղցրավենիցից օգտվեն ու հոգեբանորեն իրենց այսպես ասած այդ ուղղությունը տված ա եղել, որ քաղցրավենիքից կարելի է օգտվել այս ժամերին, բացի այդ այդքան մեծ տեսականի չի եղել, հետո երեխաների պահանջները մի քիչ այլ են եղել իմ կարծիքով այն ժամանակահատվածում, քանի որ օրինակ հեռուստացույցը, նույն ինքը հեռուստացույցը չեմ կարծում, որ ցուցադրել է այնպիսի հաղորդումներ ու մեջ չի եղել ծավալը, որը տեսնում ենք հիմա, ու անիմացիաների միջոցով էլ, չգիտեմ, գովազդների միջոցով այդքան բան չի ցուցադրել։ Այս իմաստով ամենից վտանգավորը Վիլի Վոնկայի շոկոլադե գործարանի մուլտֆիլմներն մեր մանկական տարիքում անգամ, որը միշտ կարելի է նայել իրականում։ Միշտ կարելի է նայել, այո։ Մեզ չնկատեցի ինչպես ժամանակը թրջեց, բայց կարծում եմ մենք մեխերը ճիշտ ենք մեխել այս թեմայի, կանխարգելիչ զննումների ցիկլերն ենք ասել, մինչ այդ ընթացքում ընկած ուրեմն խոսել ենք անհրաժեշտ գործողությունները եւ ընդհանրապես վարքագիծը եւ մտածելակերպը եւ ծնողների պատասխանատվությունը այնուամենայնիվ թվում է առաջին հերթին մայրիկների, որոշ դեպքերում ուրախ կլինենք նաեւ որ հայրիկների, ինչու՞ չէ նաեւ մեծ ամբողջ ընտանիքի։ Ես ունեմ հայրիկ ծնողներ, որոնք եւս
պարտաճանաչ կերպով այդ պարտականությունը նաև իրենց վրա են վերցնում, հանձինս ձեզ։ Ես այդտեղ այդքան չեմ փայլում, որովհետև ես հակառակի նման ձեզ մոտ եկել եմ շատ ուրգենտ իրավիճակում, բայց ես այսինչ խոսեցինք, ինձ վրա իսկապես լուրջ տպավորություն է թողնում եւ նկատել եմ, որ որպես հաղորդավար էլ ինչ սովորում եմ, գնում եմ սկսում եմ տանը անկախ ինձնից կիրառել եւ սրա համար շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, ողջունում ենք աշխարհի բոլոր մանուկներին, հատկապես հայ մանուկներին, բոլորին, ամենահեռավոր սահմանամերձ գյուղերից ողջունում ենք ձեզ սիրելի երեխաներ, բոլորիդ եւ խնդրում ենք ձեզ սիրելի բալիկներ, որ ձեր բերանի խոռոչի մասին ճիշտ հոգ տանեք, որպեսզի սիրուն ժպիտ ունենաք եւ կյանքում նաեւ հաջողակ լինեք, որովհետեւ գեղեցիկ հարաբերությունները ձևավորվում եւ ամրապնդվում են նաեւ գեղեցիկ ժպիտով։ Դե ինչ, այսպեսի ուրախ նոտայով այսօրվա առողջ առավոտը մենք փորձենք ամփոփել։ Սիրելի Բժիշկ Անթանյան, ես շատ շնորհակալ եմ ձեզ ձեր խիստ զբաղված գրաֆիկի մեջ այս կես ժամը ինձ հատկացնելու համար։ Կարծում եմ, որ դուք այստեղից եւս հիմա անմիջապես կվազեք աշխատանքի, որ հասցնեք։ Ողջունում ենք նաեւ WellMed բժշկական կենտրոնից ձեր բոլոր գործընկերներին, մեծ ու փոքր մանկական եւ մեծերի ստոմատոլոգներին եւ իհարկե հարակից աշխատակիցներին հարբժշկական մասնագիտության միջին եւ կրտսեր բուժանձնակազմին։ Լավ եղեք, սիրելի հեռուստադիտող, լվացեք ձեր ատամները հաճախ, իսկ ձեր երեխաների ատամների համար եւ բերանի խոռոչի համար ավելի լուրջ ու հիմնարար պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա։ Կհանդիպենք։